Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել ժողովրդավարության պաշտպանության թեմայով համաժողովում։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր։ Ազգային ժողովը հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատվիրակությանը։ Խորհրդարանական լսումներ, հանրային աղմուկը որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ, օրենսդրական լուծումներ թեմայով։ Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա։ Ստրասբուրգում Ալեն Սիմոնյանը մասնակցեց խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ելույթ միջազգային հեղինակավոր կառույցում հանդիպում գործընկերների հետ ու երկկողմ հետաքրքրության առանցքային հարցեր։ Ստրասբուրգում մեկնարկած եվրոպական համաժողովում Ալեն Սիմոնյանի ելույթը խորհրդանշական էր, այն ժողովրդավարության պաշտպանության թեմայով էր։ Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան 7 տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ, ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատով, շեշտեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց. Տիկնայք եւ պարոնայք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկ։ Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին։ Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդմի հրետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր։ Ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի։ Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է։ Ժողովրդավարությունը վտանգված է։ Ալեն Սիմոնյանը եվրոպական ամբիոնից վերահաստատեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը, փաստեց Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը ելույթում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը, հիմնված փոխադարձ արգանքի եւ ինքնիշխանության վրա։ Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների։ Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է։ Ելույթի հաջորդ կետով Ալեն Սիմոնյանը խոսեց Բաքվի կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմներ։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։ Եվրոպական քաղաքական ընտանիքում Հայաստանն այսօր եվրոպական արժեքներ կրող երկիր է, շուտով կլրանա Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 25-րդ տարեդարձը։ Այս արդիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել։ Մենք անշեղ ենք այս ճանապարհից։ Շնորհակալություն։
Համաժողովի աշխատանքներին զուգահեռ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը։ Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատեց Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը։ Կողմերն անդրադարձան նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին։ Մեքսիկայի սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նորոնյայի հետ հանդիպմանն էլ քննարկվեց միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտեց Շվեդիայի Ռիքսթագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ հանդիպմամբ։ Քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին ու ուշադրություն հրավիրեց Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա։ Վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, դա են վկայում բարձր մակարդակով այցերն ու փոխայցերը։ Տարիների պատմություն ունեցող հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունների հիմքում ակտիվ քաղաքական երկխոսությունն ու լայն իրավապայմանագրային դաշտն են։ Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Չեխիայի խորհրդարանի падգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը։ Օրակարգը հագեցած էր, առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին եւ ոչ միայն։ Չեխ պատվիրակներին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նման փոխադարձ այցելությունները կարևոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից։ Վերահաստատեցին հանդիպման մասնակիցներն ու երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը։ Այնուհետև Չեխիայից ժամանած գործընկերներին հանդիպեցին նաև ազգային ժողովի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանն ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նախ քննարկվեց Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունն ու կարևորվեց ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը, ապա շեշտվեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ու Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Մեր հանդիպումների օրակարգում էին Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի միջև երկկողմ կապերը, սակայն մենք ցանկանում ենք քննարկել նաև ձեր եվրոպական ձգտումները, քանի որ ես այստեղ եմ ոչ միայն որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի, այլև եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի կարգավիճակով։ Հետաքրքրական էր նրանց վերջերս ազգային ժողովի կողմից առաջին ընթերցումով ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի մասին։ Մենք նշեցինք, որ դա շատ հստակ քաղաքական ուղերձ եւ դեկլարացիա է, որը գալիս է մեր ուրեմն հանրությունից, ինչպես նաեւ անդրադարձ եղավ արդեն գործնական քայլերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ինչ ծրագրեր, ինչ գործողություններ են իրականացվել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները եւս անմասն չմնացին քննարկումներից։ Այս համատեքստում հայ խորհրդարանականները չեխ գործընկերներին ներկայացրին նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Քննարկումների առանցքում հիմնականում եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Ինչպես գիտեք, Չեխիայի Հանրապետությունը շատ է շահագրգռված, որ ձեր երկրները հասնեն խաղաղության։ Իրականում պետք է լինի արդար խաղաղություն, որը նպաստավոր կլինի երկու կողմերի համար։ Քննարկել ենք նաեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերությունների նորմալացման, կարգավորման եւ գործող հարաբերությունների ամրապնդման կարեւորության մասին, մասնավորապես նշել ենք Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղված մեր ջանքերի մասին, ընդգծել ենք որոշակի դրական դինամիկան այդ հարաբերությունների նորմալացման գործընթացում եւ հույս ենք հայտնել, որ առաջիկայում միգուցե հնարավոր լինի տեսնել որոշակի առարկայական եւ գործնական քայլեր այդ գործընթացում։
Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցություն Եվրամիության անդամ երկրների, այդ թվում Չեխիայի հետ ոլորտային փոխգործակցության խորացման անհրաժեշտություն ու Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության կարևորություն։ Այս թեմաներն էլ ազգային ժողովի Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների ուշադրության կիզակետում էին չեխ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Խոսել ենք խորհրդարանական մակարդակում մեր փոխգործակցության մասին, խորհրդարանական ուրեմն պատվիրակությունների վերաբերյալ դուք գիտեք, որ եւ ԵԽԽՎ կազմում եւ ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի կազմում ներկայացված են եւ հայկական եւ չեխական պատվիրակությունները եւ այս իմաստով այդտեղ եւս նրանց աջակցությունը եւ նրանց հետ փոխգործակցությունը կարեւոր ենք համարում։ Անդրադառնալով տարածաշրջանին ու մեր երկրին վերաբերող հարցերին Արթուր Հովհաննիսյանը կարևոր համարեց նշել այն հանգամանքը, որ չեխ գործընկերները մեր երկրի համար կարևոր ժամանակահատվածում են այցելել Հայաստան։ Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի։ Գործընկերներին տեղեկացրեց խորհրդարանականն ու այս համատեքստում խոսեց նաեւ Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Չեխական պատվիրակության անդամներից մեկը Իրջի Կոբզան, ով նաև հայ-չեխական բարեկամական խմբի անդամ է, լավատեղյակ է Հայաստանի պատմությանն առհասարակ ցեղասպանության պատմությանը եւ իր պատրաստակամությունը հայտնեց նաև ուրեմն գերիների ցանկը ունենալ իր մոտ եւ ուրեմն առանձին զրուցել նաև Չեխիայում Ադրբեջանի դեսպանի հետ, փորձելով որոշակի ազդեցություն ունենալ նաև այդ խողովակի միջոցով։ Ամփոփելով հանդիպման մասնակիցները վերահաստատեցին, որ փոխադարձ հարգանքն ու բազմաբնույթ համագործակցությունը նպաստում են երկու երկրների միջև բարեկամական կապերի շարունակական զարգացմանն ու արձանագրեցին Հայաստանի ու Չեխիայի տնտեսական, մշակութային ու կրթական ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժը։ IT շրջանակում Չեխիայից ժամանած պատվիրակները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգեցին նահատակների հիշատակը, իսկ ցեղասպանության թանգարան ինստիտուտում ծանոթացան Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Այս շաբաթ ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր էին գումարել օրենսդիրն ու գործադիրը առաջարկում էին կարգավորումներ, որոնք նպատակ ունեն լավարկել երկրի տնտեսական, առողջապահական, պաշտպանական եւ այլ ոլորտները։ 12 միլիոն կիլովատժամից ավելի էներգիա սպառած բաժանորդները կկարողանան ուղիղ գնում կատարել շուկայից։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց падգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Արուսյակ Մանավազյանի հեղինակած էներգետիկայի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակն ու ծավալները։ Մենք անցում ենք կատարել ազատական շուկայի, այսինքն էլեկտրաէներգիայի սակագինը գնորդների համար որոշվում է շուկայական սկզբունքներով, բայց ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ նկատում ենք, որ շուկայում կա կենտրոնացում եւ իրականում ազատ շուկան չի կայանում եւ падգամավորները իրենց նախաձեռնությամբ որոշակի խոչընդոտներ, որոնք խանգարում են, որ շուկան ավելի ճկուն լինի եւ մրցակցային, այդ խոչընդոտները վերացրել են։ Սահմանափակումներ կային, որ դեպքերով կարող են օրինակ խոշոր սպառումները ուղիղ մասնակցել շուկային, այդ գործընթացն են հեշտացել, եթե շատ կարճ ասեմ, որպեսզի մարդիկ կարողանան ուղիղ առանց միջնորդների շուկայից էլեկտրաէներգիա գնել, կարծում ենք, որ դա կազդից է սակագների վրա, թե մրցունակության ու մրցակցային իրավիճակի վրա։ Բաբկեն Թունյանի խոսքով շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը որոշակի դիմադրություն է ցուցաբերել, ինչը ըստ падգամավորի նորմալ է ու եթե լինեն հակառակ փաստարկներ, հանձնաժողովը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել ու փոփոխություններ կատարել։ Հաջորդ կարևոր նախագիծը, որ առանձնացնում է հանձնաժողովի փոխնախագահը երկրորդ ընթերցմամբ քննարկված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի փաթեթն է։ Այն վերաբերում է մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկման դաշտ տեղափոխելուն։ Լսելով կարծիքները եւ այն դժվարությունները, որ այդ ընկերությունները կարող էին ունենալ, որոշում ենք կայացրել մասնագիտական ծառայությունների մասով այս բանին այդ փոփոխությունը չանել, այսինքն առաջինից երկրորդ ընթերցում հանեցինք։ Դիզայներական, ճարտարապետական, լրատվական գործունեություն ու ծառայություն մատուցողները կշարունակեն հարկվել շրջանառության հարկով, ավելացված արժեքի հարկման դաշտ կտեղափոխվեն միայն 4 ծառայություններ։ Իրավական եւ խորհրդատվական ծառայություններ, հաշվապահական ծառայություններ,
ֆինանսական խորհրդատվության ծառայություններ եւ մի ծառայության տեսակ էլ կա, որը աշխատուժի տրամադրման ծառայություն է։ Փաստաբանական ծառայություն մատուցողների մասով էլ անվճար ծառայություն մատուցելու պարագայում 5%-ի չափով քվոտա կտրվի։ Այսինքն ցանկացած փաստաբան կամ փաստաբանական ընկերություն կարող է իր մատուցած ծառայությունների 5%-ը մատուցել անվճար եւ դրա համար հարկ չի հաշվարկվի։ Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների շրջանակում էլ հանձնաժողովում քննարկվեցին այն գերատեսչությունների զեկույցները, որոնց աշխատանքային ուղղություններ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում էին։ Տարին, եթե ամփոփ ասենք, կատարվել է ծրագրի առջև դրված նպատակների իրագործմամբ, իհարկե կան որոշ բացթողումներ, թերություններ, կան տեղերներ որոշ սպասվածից ավել գերակատարումներ։ Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքները քննարկվեցին նաև մյուս մշտական հանձնաժողովների նիստերում, ներկայացված զեկույցներն ընդունվեցին ի գիտություն։ Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, բայց թե ինչ եղանակով պետք է իրականացվի այդ գործընթացը, օրենսդրությամբ սահմանված չէ։ Խնդրի կարգավորման նպատակով առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց անձի ֆունկցիոնալության գնահատման մասին եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Հարցը վերաբերում է այդ գործընթացում ներգրավված մասնագետների պատասխանատվությանը։ Երկկողմանի բողոքներ է լինում, որ թե այն անձինք, որոնք որ չպետք է ստանան, կարգ ստանում են, եւ հակառակը, որ այն անձինք, որ պետք է ստանան, կարգ չեն ստանում, եւ մենք փաստացի տեսչական մարմնին գործիք ենք տալիս օրենսդրորեն, որպեսզի նա կարողանա այդ գործընթացը վերահսկել։ Պատգամավորի խոսքով հաճախակի են դեպքերը, երբ փորձաքննություն անցնում են մարդիկ, ովքեր չունեն անձի ֆունկցիոնալության խափանման աստիճան, այսինքն ուզում են ստանալ նախկին տերմիններով ասած հաշմանդամության կարգ, որը իրենց չի հասնում, իսկ բուժաշխատողներն էլ նպաստում են այդ գործընթացին։ Տեսչական մարմինը գործընթացը վերահսկելու նպատակով կարգավորումներ է առաջարկում։ Նախատեսվել են պատասխանատվության միջոցներ, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հավաստագրից զրկելու, ինչպես նաև բժշկական անձնակազմի, հատկապես բժիշկներին լիցենզիան կասեցնելու, եթե տարեկան 3 անգամից ավել խախտում արձանագրվի, այդ գործը ուղարկվելու առողջապահության նախարարություն, որպեսզի առողջապահության նախարարությունը որոշի այդ բժշկի լիցենզիան կասեցվի, թե ոչ։ Սա ըստ էության գործիք է, որպեսզի մեր բուժաշխատողները, մեր գործընկերները ավելի ուշադիր լինեն եւ միայն համապատասխան ընթացակարգի անեն այդ գործերը, այդ փորձաքննության ուղեգրումը եւ բուն փորձաքննությունը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում գործադիրի առաջարկած լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ձերբակալվածներին պահման վայր ընդունելիս քաղաքացու բժշկական զննություն կատարել, անկախ վնասվածք ունենալ չունենալու հանգամանքից։ Զննությունը պետք է կատարի շտապօգնության բժիշկը ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում։ Մեր սահմանադրությամբ եւ օրենքներով այնուամենայնիվ բժշկական միջամտություն կամ զննություն կարող է արվել, եթե մարդը տալիս է իր համաձայնությունը։ Եթե այնուամենայնիվ ձերբակալվածը կամ կալանավորված ասում է պետք չի ինձ զննել, ես նորմալ եմ։ Մենք իրավունք ունենք իրան պարտադրաբար զննելու։ Եթե անձը հրաժարվում է զննվելու, ֆիքսվի, որ անձը հրաժարվում է զննությունից, այստեղ որևէ բան չկա եւ ուրեմն զննություն տեղի չունենա։ Ուղղակի այս դեպքերն են, երբ որ անձը կամ ուրեմն վարչակազմի աշխատակիցը կամ բժիշկը նկատում են ենթադրելի այնպիսի երևույթներ, որոնք կարող է հասցված լինեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արդյունքում նոր կազմվում է այդ արձանագրությունը։ Հաջորդիվ քննարկվեց նաև գործադիրի հեղինակած մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է խստացնել այդպիսի ծառայություններ մատուցող ընկերություններին լիցենզիա տրամադրելու կարգն ու բարձրացնել տուրքը 500 ապատիկից հասցնելով 300,000 ապատիկի չափ։ Գործունեության այս տեսակի ապահովագրման կարգի մասով էլ նախատեսվում է օրենքում սահմանել ապահովագրական պահանջ, որը կունենա նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարների կրկնակի չափը, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է, եթե պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով պահպանվող օբյեկտը վնաս կկրի կամ կտուժվի որևիցե կերպ, այս դեպքում ապահովագրական ծառայությունը համապատասխան գումարի չափով պետք է ուրեմն փոխհատուցի այս վնասները։
Պահնորդական ծառայությունների մասով, սակայն պատգամավորները որոշ խնդրահարույց հարցեր բարձրացրին։ Մենք ինչ ենք ընդհանրապես այս ամեն ինչին sense լուրջ վերաբերվում, ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք տենց ժողովրդավար, թափանցիկ, նման բարքերի ձեռց հասարակություն ու երկիր ունենալ, ասենք նայում ես Amazon-ի տերը մենակ է ման գալիս կամ Tesla-ի։ Մենք պետք է ուրիշ բան զարգացնենք մեր երկրում։ Ինչքան շատ պահնորդ ենք, վտանգը կմեծանա, չէ՞ ճիշտ է։ Բայց խոսքը դրա մասին չի, պարոն Սուրյան, շատ ճիշտ բան եք ասում, որտեղ պահնորդականը շատերը դիտում են որպես զորք ունենալու հնարավորություն։ Դա վերացվել է շատ դեպ հիմա, բայց հիմա ավելի կանոնակարգված կլինի, ելի կվերացվի։ Արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծերին։ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպման ժամանակ կարևորել է ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջև սերտ համագործակցությունը։ Նա խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել մեր երկրի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Կրթության ու գիտության ոլորտներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել Կլաուդիա Բուշն ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Ընդգծվել է մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր եւ Գերմանիայում հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարևորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի եւ դեսպանի հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը եւ ընտրությունների համամասնական ընտրակարգի կիրառմանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին։ Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են համայնքների ինքնաֆինանսավորման, սեփական եկամուտների բարելավման հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց առնչվող հարցին։ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը պարբերաբար նամակագրության միջոցով միջազգային գործընկերներին տեղեկացնում է իրավիճակի մասին, ակնկալելով, որ վերջիններս միջազգային ատյաններում ոչ միայն կբարձրաձայնեն ու կդատապարտեն, այլև կգտնեն այնպիսի գործիքակազմեր, որոնցով հնարավոր կլինի ազդել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունների վրա։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Կլաուդիա Բուշը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, նախաձեռնությունը օմբուդսմեն Անահիտ Մանասյանինն էր։ Առանցքում հանրային աղմուկն է որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ։ Աղմուկը պարզապես տհաճ ձայն չէ, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն ճանապարհային ակտիվ երթևեկություն ունեցող քաղաքների բնակիչները 25%-ով ավելի հաճախ են դեպրեսիա ունենում։ Միջազգային օրացույցում ապրիլի 25-ը ամրագրվել է որպես աղմուկի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր երկիր իր հերթին ձեռնարկում է հնարավոր միջոցներ հանրային աղմուկը նվազեցնելու եւ կառավարելի դարձնելու համար։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Խորհրդարանը գործող կարգավորումների կողքին առաջարկում է օրենսդրական նոր լուծումներ։ Աղմուկի դեմ պայքարում համակողմանի լուծումներ ունենալու համար հանձնաժողովը լսումներին հրավիրել է պետական գերատեսչությունների ու քաղաքասարակության ներկայացուցիչների։ Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի եւ ժամանցի կետերից, հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկ ուղեկցող շինարարական աշխատանքներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումներ։ Եվ ստեղ մի հարց է առաջանում, արդյոք մենք կարևորում ենք հանրության իրավունքը եւ առողջությունը, թե ավելի շատ կարևորում ենք անհատի զվարճանալու կամ իր կոնկրետ ինչ-որ մի գործը անելու իրավունքը։ Այստեղ այլ կարծիք չկա, նշում է падգամավորն ու հավելում, աղմուկի տարաբնույթ դրսևորումները խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Ըստ էության ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է մեր բոլորի օրգանիզմի վրա։ Եվ եթե ձայնը գերազանցում է
գիտության կողմից որոշված այդ նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Այսօր մեր երկրի խորհրդանում ակտիվ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակներն են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, падգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշանային արձագանքելն ու երթևեկելը, փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունեն ավելի խիստ օրենսդրական արձագանք։ Աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքում մի շարք իրավակարգավորումներ են նախատեսված նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով։ Լսումների նպատակն է նաև համատեղ դիտարկել կա արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Եթե կա այդ անհրաժեշտությունը, ապա նաև առաջարկի համար բաց ենք միասին նաև քննարկելու, լրացնելու այդ նախաձեռնությունը, որպեսզի մենք այս խնդիրը կարողանանք շատ ավելի հիմնավոր կարգավորել։ Աղմուկի դեմ պայքարում անհրաժեշտ է համալիր կոշտ մոտեցում, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանը։ Բազմաթիվ են նաև շինարարական աղմուկի հետ կապված խնդիրները, օրինակ մենք դիմում բողոքներ ենք ունեցել նույնիսկ հանգստյան օրերին, օրինակ շաբաթ կամ կիրակի օրը առավոտյան ժամը 7:45-ից սկսած շատ լուրջ շինարարական աշխատանքներ կատարելու, որը խաթարել է պարզապես քաղաքացիների անդորրը։ Մեր երկրի առողջապահության պատասխանատուի համոզմամբ էլ շատ դեպքերում աղմուկի հետ կապված մեզանում արկա ոչ պատշաճ վարքագիծը դժվարացնում է դրա նկատմամբ կոնկրետ վարչարարություն իրականացնելը։ Նման լսումները օգնում են, ինչպես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտադրել, նախ մեր քաղաքացիների եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի ազդեցություն ունի աղմուկը մարդու օրգանիզմի վրա, առողջության վրա, նրա հոգեկան անդորրի վրա եւ կենսագործունեության վրա։ Նախարարը նշեց, որ 2024 թվականին հանրային առողջության մասով օրենսդրությունն ամբողջությամբ վերանայվել է, որտեղ նաև կարգավորումներ են ներառվել աղմուկի վերաբերյալ ու ընդգծեց, որ այժմ կարիք կա կոնկրետ ենթաօրենսդրական ակտերով կարգավորելու տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգենիկ նորմերը, թույլատրելի շեմերը եւ չափորոշիչները։ Միայն ոստիկանությունում լրության կանոնները խախտելու դեպքերով 2024 թվականին ստացվել է 1044 բողոք։ Մի քանի ժամ տևած լսումներն ընթացավ հարցու պատասխանի ձևաչափով։ Առանցքում աղմուկի դեմ իրականացվող պայքարի ծրագրերն էին, դրանց արդյունավետությունն ու այդ համատեքստում պետական քաղաքականությունը։ Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաև կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր են քննարկել մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը։ Հանդիպմանը կարևորվել է կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջև գործակցությունը։ Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի անդրադարձ է կատարվել ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա-Նորվեգիա բարեկամական խմբի անդամների ու մեր երկրում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հանդիպմանը։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության լայնման անհրաժեշտությունը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին խաղաղություն հաստատելու հարցին։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին գից երիտասարդ օրենսդիրների պալատի ներկայացուցիչների հետ հերավար ձևաչափով հանդիպել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարաններում իրականացվող երիտասարդական ծրագրերին, նշվել է, որ երիտասարդների մասնակցությունն ավելի կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև համագործակցելու նոր ծրագրերի իրականացման հարցում։ Սիրելի հայրենակիցներ, օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տեղադրեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջներ ևս։ Մինչ իշխող քաղաքացիական պայմանագիրը փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցած տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։ Սրանից բացի առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների բնակեցման, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների գործած անձանց
արտահանձման, միջազգային դատական ատյաներից Հայաստանի Հանրապետության հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմաններ։ Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով փորձում է խաղաղությունը վաճառել մեզ, միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի զրո վստահություն։ Ձեռք բերված պայմանավորվածություններով որևէ կերպ չի հաստատվում Հայաստան-ադրբեջանական սահմանագիծը։ Ոչ մի խոսք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի եւ Արցախահայության իրավունքների մասին։ Ակնհայտ է, որ այս փաստաթղթով Ադրբեջանը փակելու է Արցախի եւ Արցախահայության վերադարձի հարցը։ Համաձայնագրում չկա որևէ անդրադարձ Բաքվում ապօրինաբար դատվող քաղաքացիական անձանց եւ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման, ցավոք պետք է արձանագրել, որ այս հարցը իշխող ուժի կողմից այդպես էլ որպես նախապայման չի ձևակերպվում։ Ավելին, փորձում են փակել այն հանուն իրենց պատկերացված խաղաղության։ Սիրելի հայրենակիցներ, մեզնից որևէ մեկը չի կարող դեմ լինել իրական խաղաղությանը, բայց այն, ինչ ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր, թաքնված ական է մեր պետության համար։ Խաղաղության ձեռքբերում պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը, բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից, այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ առաջնահերթ մեր ժողովրդի ինքնության եւ գոյության համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը եւ թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես խաղաղության համաձայնագիր։ Շնորհակալություն։